Անդրադառնանք այն հեռախոսազրույցին, որ Եկատերինբուրգում խնդրել էր Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության վարչապետին, դեռ այն ժամանակ վարչապետ կարող ենք ասել Նիկոլ Փաշինյանը, չնայած ուզում եմ նշել, որ այս չափի չէ 2026-ի 9-րդ գումարման ազգային ժողովի, բայց 8-րդ գումարման ազգային ժողովի ընտրությունները եւս բավարար կեղծվել էր քաղաքացիական պայմանագրի կուսակցության կողմից։ Ինչ էր խնդրել Միշուստինին, վարչապետին Ռուսաստանի Դաշնության, խնդրել էր որևէ ձևով կոնտակտ նախագահ Պուտինի հետ։ Լինելով պատկառելի կիսով չափ նաև մեր հայրենակիցը, որը մեծ պատիվ է մեզ համար, նման հսկա գիգանտը, որը այսօր Ռուսաստանի Դաշնության վարչապետն է, իր մեջ հայի արյուն է կրում, նա խնդրել էր որևէ ձևով խոսեր նախագահ Պուտինի հետ, ինչը եւ եղավ։ Այդ մակարդակներում այնտեղ կլոուններ չեն, այնտեղ խապեպաներ չեն, այնտեղ ստախոսներ չեն, այնտեղ կոնկրետ մարդիկ են, ովքեր գիտեն իրենց խոսքի արժեքը, ունեն արժանապատվություն եւ այլանդակություններով եւ ազգակործան գործունեությամբ չեն զբաղվում իրենց ժողովրդի, իրենց ազգի եւ գործընկերների հետ։ Նախագահ Պուտինը որևէ նոր բան չի ասել Փաշինյան Նիկոլին, միշտ բարեհամբույր ընդունել է, լսել է նրա զրպարտությունները, որ ասում էր դուք ճանաչեցիք Արցախը, բայց Նիկոլ, դու պետք է նախ ճանաչեիր, նոր հետո երրորդ պետության ղեկավարին այդ հարցը ուղղես, բայց ինչևէ, հիմա եկել ենք հասել ենք արդեն այսօրը։ Դու խոսում ես ինչ-որ պահանջներ, պայմաններ, պայմանագրեր, դրանք ոչինչ բան չի աշխատելու։ Ինչու՞, որովհետև այդ առաջինը խախտել ես դու այդ ամենը։ Դու թույլ ես տալիս Ռուսաստանի հետ պատերազմի մեջ գտնվող Ուկրաինայի նախագահին խոսի Ռուսաստանի մասին Հայաստանի տարածքից։ Դու օրենք ես ընդունում դեպի Եվրոմիության գնալու, իհարկե, բայց հենց դու ես խափում առաջինը եւ հայ ժողովրդին եւ Եվրոմիությանը։ Քաջ գիտենալով, իմանալով, որ քեզ որ սպանեն, դու ԵԱՏՄ-ից այլտեղ չունես գնալու։ Ոչ միայն չունես, չես էլ գնալու, նաև չունես։ Դու հիմա այս իրավիճակը ամբողջը օգտագործում ես մեկ նպատակով՝ պահել քո աթոռը եւ փող աշխատել։ Ուրիշ բան քեզ չի հետաքրքրում։ Դու մատնիչ ես, Նիկոլ, մատնիչ, որը իր երկրի տնտեսվարողի մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարություն է անում, որ ձկնարդյունաբերությունը Հայաստանում շատ ցածր որակական մակարդակի վրա է գտնվում։ Եվ վերջի տարիներին դու հրաժարվել ես այդ ձկից օգտվելու։ Այնպես չէ, որ դու վարչապետ ես դառել, նոր քո հնարավորությունները բացվեցին, ավելի թանկարժեք ձկնատեսակներ համտեսելու, բայց քո արած հայտարարությունը նախ դու հանցավոր անգործունեությամբ ես զբաղվել, եթե տարիներ առաջ արդեն իմացել ես, որ որակական առումով իր մեջ յուղեր է պարունակում
որը վնասակար է մարդու առողջության համար եւ թույլ ես տվել այդ ապրանքը արտահանվի քո երկրից։ 1. Համապատասխան միջոցներ չես ձեռնարկել դրա դեմը առնելու եւ այդ որակական, սանիտարական, բժշկական համապատասխան նյութերը այդ կերերը, որ ներմուծվում է եւ դրանցով կերակրում են այդ բասեյներում աճեցվող ձկներին, բերեն այնպիսի պատշաճ որակի, որ ինքը վնաս չլինի մարդու առողջության վրա։ Նշանակում է տարիներ շարունակ Հայաստանից թունավորված ձուկ է արտահանվել մեր թիվ 1 բարեկամ երկրի պետության տարածք եւ իրենց քաղաքացիներին մենք թունավորել ենք։ Բայց իրականում սա այն նպատակով է ասվում, որ մենք տեսակ չէ, մի հատ էլ էթնիկ կառավարության ժամանակ խոսեց, որ ձկնարտադրողները բավականին քիչ հարկել են վճարում։ Ոչ, այսինքն սա ցույց է տալիս, որ չի կարողանում այս խնդիրը լուծել եւ արդեն մեղքը բարդում է ձկան որակի վրա։ Որ ինքը իր ամբողջ կյանքի գործունեության ընթացքում փնտրել է մեղավորներ եւ ինքը թիվ 1 մեղավորը չէ, դա իր ամբողջ այդ 32-33 տարվա գործունեության վկայությունն է։ Ամբողջ կյանքում նա փնտրել է մեղավորներ։ Չգիտեմ, կարակ չկա, սխտոր կերեք, միշ չկա, կանանչի կերեք, այս ամբողջ հայտարարությունները մենք հենց իրենից ենք լսել, այս ամբողջ մտքերի հեղինակը հենց ինքն է եղել, ինքը ասում է, որ այս ապրանքը ինքը ուտելու ենթակա չէ եւ նա թույլ է տվել, որ դա արտահանվի։ Դա դիվերսիա է, դա ուղիղ դիվերսիա է եւ երբ ոչ հերու ժամանակներում կվերականգնվի հայ-ռուսական հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա, այն ժամանակ եւս այս մեր ձկնային տնտեսությամբ զբաղվող տնտեսավարողները խնդիր են ունենալու դեռ երկարաժամկետ ապացուցելու համար, որ սա որակով ապրանք է, ենթակա օգտագործման, բայց քաղաքացու գլխից, մտքից ինչքան ժամանակ է պետք, որ դուրս գա այն թեզը, որ Հայաստանի վարչապետը ինքն է ասում, որ ուտելու ենթակա չէ։ Սա ամբողջ մի հսկայական տնտեսության հազարավոր աշխատատեղերի այնպիսի մի հարված էր, որ շատ երկար ժամանակ կպահանջվի մինչև այս հարցը ինքը գա հասնի այն մակարդակին, ինչ 2025-ի վերջը մինչև գոյություն ուներ։ Սա լուր տվող է, սա հասկանում եք։ Այդ երկու անգամ էլ գաղութներում է եղել։ Դու վերջը չհասկացար, որ բարի մարդկանց, քեզ ինչ որ մի բան կամեցող մարդկանց բռնել տալը չի հարգվում, չի ընդունվում ոչ մեկի կողմից, թե ադմինիստրացիայի կողմից, թե բանտապահների կողմից, թե տարբեր հոդվածներով նստած կալանավորների կողմից։ Նույնն ես մնացել, բան չի փոխվել է, նույն գործ տվողն ես, նույն բռնել տվողն ես, ամբողջ քարոզ արշավուտել դրա վրա էր կառուցել, բռնեմ, կզսնեմ, նստսնեմ, արյանդ մեջ է, քո հետ գերեզման ես տանելու, եթե ունենաս իհարկե, չնայած Մելիք Ֆրանգյուլի կողքին մի փոքրիկ տեղ կհատկացվի, կկոչվի ազգային դավաճանների պուրակ եւ կխնդրենք, որ այդ տարածքի անասնապահությամբ զբաղվող մեր հայրենակիցները հիմնականում այդտեղ տանեն իրենց ոչխարների կովերի կարիքները հոգալու։ Ոչ մի բան չի լինելու այս
զանգերի արդյունքում մենք գնալով շատ ավելի ծանր պայմաններ ենք ունենալու հետագայում արդեն Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվող ապրանքատեսակների հետ, դա կլինի էներգակիրներ, դա կլինի հացահատիկ, դե գնում եք գնացեք, բայց սիրելի հայրենակիցներ, ես ձեզ մի բան եմ ուզում նշել, Ռուսաստանի Դաշնությունը եւս այնպես չի, որ խիստ շահագրգռված է, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ի տարածքում, ինչու համար, մնա որ ինչ անի, իր ամբողջ հնայի 0.09%-ի մենք այնտեղ ներմուծում ենք անում, թե ինքը ինչքան է վնասվում, գազի, վառելիքի, հացահատիկի, մնա, մենք թողի այնտեղ մենք մնանք որ ինչ, դուք հասկանում եք, որ սա դերասանություն անում ես, բոլորիս խափում է, թե մենք Եվրոմիություն, ընդեղից ինչ-որ փողա բերում, որ բաժանի մեր ֆերմերներին, մեր գյուղատնտեսական տնտեսություններով զբաղվող քաղաքացիներին, ինչ-որ բանկերին հանձնարարել, չգիտեմ, արձակուրդներ տալ, որոշակի երկարաձգել այդ տոկոսները, վճարումները, բզբզում է, երկարացնում է ինչ-որ ձևով, փորձում է ինքը կոմայի մեջ է, բայց իր գործունեությամբ սա դեռ չեն անջատում ապարատը, հասկանում եք, չկա, միտքը չկա, գիտակցությունը չկա, ուղղակի արհեստական ձևով պահում են, չէ, տնտեսության, մեր տնտեսությունը, Բայց ասեց էսի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբն ալիներու բան շայնը։ դե ինքը զանգել էր, ինքը զանգել էր, որ մի նամյոկ անեն, չէ, հիշում եք, ասում էր մի հատ նամյոկ անեն, տեսնենք այդ իր այն հին, այն ՀՀՇ-ական մի հատ ծիծաղի ձև ունի, հեգնական, այդ ոճի մեջ կառավարության նիստին ասում է, նամյոկ անեն, տեսնենք, այդ ԵԱՏՄ-ն կա, չկա, քեզ ինչ կա, չկա, դու ինչ ես զանգում, քեզ ձիգ պահի, տղա պահի, այն Դոն Չիչոյի պես ցիլոտ դիր գլխիտ կրսկազարդը Հայաստանի քարտեզով այո, ճիշտ եք ասում, կարելի է հանել եւ կամ դաջված քարա գնա այդ բաներ կան, փոքրիկ ակումբներ կան, կարելի է գնա թող դաջեն ճակատի տելիզուր չչարչարվես կոստյումը ծակես քարտեզը կպցնես Հայաստանի, արդեն քեզ բոլոր տեղերը կճանաչեն, բայց կարող է եւ լինի մի օր նման բան, եթե երրորդ անգամ գաղութում հայտնվես, այնտեղ կմտածվի դրա